Այսօրվա թեման կոչվում է կատարյալ միաբանություն։ Գիտեք, որ ես աղոթք եմ անում մյուս տարվա համար Տիրոջից խոսք ստանալու, գիտեք, շատ տարբեր մարդիկ կան, տարբեր եկեղեցիներ կան, որ աղոթք են անում, որպեսզի խոսք ստանան հաջորդ տարվա համար իմանան, որն է նրանց նպատակը, ինչ ձևով պետք է գնան առաջ, ինչով կարելի են Աստծուն հաճելի լինեն, ինչպիսի ծառայություններ պետք է մատուցանեն։ Այսքան երկար տարվա ես եկեղեցում լինելով, հավատքի մեջ լինելով, համարյա ամեն տարի եղել է այտենց մի խոսք, որ հավատացյալները կամ եկեղեցիները Աստծուց ստացել են, ասել են, այս տարի լինելու է բարգավաճման տարի, այս տարի լինելու է օրհնության տարի, այս տարի շատերը բժշկվելու են, հետո ասել են, այս տարի շատ փրկվածներ են ավելանալու։ Ամեն անգամ այտենց մի բան եղել է։ Ես այտենց մի հատ ինչ-որ բան եմ սպասում Աստվածաշան, հրաշքներ, որ դու ասես, հեսա հրաշքներ ասկսվելու, բժշկություններ ասկսվելու, շատ հոգիներ կան, ինչ անեն, ու Աստված մեջս բարձրացրեց միաբանության մասին, որ եկեղեցին պետք է գա կատարյալ միաբանության մեջ, որովհետև այդտեղ է Աստված հրաշքները անելու։ Այդտեղ է Սուրբ Հոգին շատ զորավոր գործելու։ Մեր կյանքում, ձեր կյանքում, շատերիս կյանքում բաց թողումներ կան, լիքը պակասներ կան։ Ու մենք փորձում ենք, որ աղոթենք, խնդրենք Աստծուն, որ Աստված լրացնի այդ բաց թողումները, պակասները։ Բայց խնդրեմը դրա մեջ չի, որ Աստված չի լսում, խնդրեմը նրա մեջ է, որ շատ ժամանակ մենք չենք կարողանում միաբանվենք իսկապես սրտով եւ մտքով։ Որն ամենակարևոր պատվիրանը, որ Տերը տվել է, դա սերն է, չէ՞։ Որտեվ սիրո մեջ ապրողը, սիրո մեջ քայլողը նա պահում է բոլոր պատվիրանները։ Չէ, ասում է սիրի քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, մտքով, անձով, զորությունով եւ քո ընկերոջը քո անձի պես։ Սրանից է կախված բոլոր մարգարեները եւ օրենքը, չէ։ Եթե դու սիրո մեջ ես, դու ուրեմն բոլոր պատվիրանները արդեն պահում ես, չես գողանա, չես սպանի, սուտ չես խոսա մարդուն, չես նախանձի այդ բաները, այդ ամեն ինչը սիրո մեջ է։ Բայց նաև ես այսօր խոսում եմ սիրո այն հատկության մասին, որ դա մեզ բերում է միաբանության, միասնականության է բերում։ Մենք կարող է մի տեղ հավաքվենք բոլորս, մեկտեղ հավաքվենք, ինչ որտեղ թվա թե միաբանենք, բայց միաբանությունը դրանից չի գալիս։ Միաբանությունը դա ներսի վիճակ է, քան ֆիզիկական միասին գտնվելը։ Ավելի շատ դա ներսի վիճակ է, դա մտքի վիճակ է։ Անկամ մի տան մեջ կարող է 5 հոգի ապրեն, բայց 5-ն էլ տարբեր ձևով մտածեն, կամ երկու խմբի բաժանված լինեն, այն երկուսը այն 3-ի դեմ լինեն։ Մի տան մեջ են ապրում, մի սեղանի վրա են նստում, հաց ուտում, չէ՞։ Թվում է թե միասնական են, բայց դրանով չի երևում միասնականությունը։ Միասնականությունը գալիս է մտքի համաձայնությունով, սրտի համաձայնությունով։ Ես այսօր համարները չեմ գցե էկրանի վրա, բայց կկարդամ։ Կարդամ առաջինը Փիլիպեցի 2-րդ գլխի 2-րդ համարը։ Պողոս առաքյալը գրում ասում է. լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենաք, միաշունչ, այսինքն միաբան, միաշունչ միևնույնը մտածեք, որ ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելին համարե։ Մենակ ձեր անձերի բաները մի փնտրեք, այլ ամեն մեկը իր ընկերի բաներն են։ Նորից վերադառնամ այդ առաջի կարդացածից, որ ասացի, ասում եմ նույն միտք ունեցեք, նույն սեր ունեցեք իրար հանդեպ, միաշունչ եղեք եւ միևնույնը խորհեք։ Այս սա է միաբանությունը։ Տես ասում եմ միաբան, եթե վեկալ ենք, ասենք միաբան ենք, ասենք հա միաբան ենք, բոլորս եկել ենք այսօր այստեղ հավաքվելու, կամ բոլորս միասին գնանք այնտեղ հաց ուտելու, կամ բոլորս գնանք պարկ, ինչ որ մի բան անենք։ Մենք կարող ենք բոլորս մի բան անենք, բայց մի ձևի չմտածենք։ Տես հաջորդ խոսքը ասում է ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով։ Ամեն մեկը մյուսին իր անձից ավելի բարձր համարի։ Տես, երբ որ մենք միաբան չենք, մենք նույնը չենք մտածում, եւ երբ որ միևնույն ձևով չենք մտածում, այդտեղ է գալի գրգռվածությունը, ջղայնությունը, դրա համար ասում ոչ մի բան չլինի գրգռությունով։ Չէ՞ որ մարդը բարկանում է, ջղայնանում է, գրգռվում է, չէ՞ իր մեջ, վրդովվում է իր մեջ։
Եթե չկա միևնույն բանի մասին խորելը, միաշունչ չենք, մենք կսկսենք իրար հետ գրգռվելով խոսալ, կամ անգամ եթե իրար հետ չխոսանք, մեր մեջ լարվածություն կլինի իրար նկատմամբ։ Հետո կգանք աղոթքի տեղը, ես կաղոթեմ, կասեմ Տեր Աստված հրաշքներ տուր, ինչ որ մեկը կարող ասի, չէ, ավելի կարևոր աղոթ կա, պետք է աղոթենք այս տատիկների փրկության համար։ Ինչ որ մեկը կարող ասի, չէ, այնտեղ երեխեք կան հիվանդ, իրանց համար պետք է աղոթենք։ Ինչ որ մեկը ասի, ուրիշ կարիք է ներկա Աստծուն, պետք է աղոթենք, որպեսզի եկեղեցում այս տեսակ ծառայություններ ծնվեն, չէ։ Աղոթքն ենք անում մենք։ Մենք բոլորս թվում է թե այդ պահին հավաքված աղոթք ենք անում, բոլորս Աստծուն աղոթք ենք անում, բայց ամեն մեկը մի ձև է իր մեջ մտածում։ Մեկը մտածում է, չէ, ճիշտ կլիներ հովիվը սենց աղոթքաներ, այս բանի համար աղոթքաները, ոչ թե այս բանի համար աղոթքաներ։ Միաբանությունը դա նույն բանի մասին մտածելու մասին է խոսքը գնում։ Այստեղ ասում, որ նույնը խորհեք, այսինքն նույնը մտածեք, նույն միտք ունեցեք եւ նույնը մտածեք եւ միաբան եղեք։ Միաբանությունը դա է։ Այդտեղ է սկսում հրաշքները։ Եթե մենք հրաշքների կարիք ունենք այս նոր տարում, իսկ մենք հրաշքների կարիք ունենք, բայց Աստված չուզեցավ, որ ես խոսամ հենց հրաշքների մասին։ Աստված ուզում է, որ մենք բարգավաճենք։ Այսինքն մեր գործերը օրհտվի, աշխատանքը, բիզնեսը, ամեն բան օրհտվի, Աստված ուզում է։ Աստված ուզում է, որ բժշկությունները գան եկեղեցում, Աստծո ժողովրդի մեջ, որովհետև կարիք ունենք, որ այդ ուղղությամբ աճենք, զարգանանք, Սուրբ Հոգու պարգևները գործեն եւ բժշկություններ տեղի ունենա եկեղեցում։ Բայց այդ ամենը կախված է միաբանությունից։ Աստված ցույցվեց թե դա որտեղից է գալիս։ Որովհետև եթե կա միաբանություն, Աստված տեսնում է իր բարեհաճությունն է գալի, իր օրհնությունն է գալիս։ Մի համար կարդա Մատթեոս ավետարանի 18:19 համարը։ Հիսուսը այս խոսքերն է ասում. Դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն, ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նրանց իմ հորից, որ երկնքումն է։ Տես ինչ ասում, եթե երկրի վրա ձեզանից երկուսը միաբանվեն, ինչ որ խնդրեն կլինի իմ հորից, որ երկնքումն է։ Մենք ասում են, հա, ինչ կա, որ արի միաբանվենք, աղոթենք, բայց խոսքը չի գնում կոնկրետ ինչ որ մի աղոթքի թեմայի մասին։ Հիսուսին ավելի շատ հետաքրքրում է մեր ներսի միաբանությունը, մեր ներսի միասնականությունը, որովհետև հենց դա է եկեղեցին։ Եկեղեցին դա մարդկանց կույտ չի հավաքված։ Եկեղեցին, իրական եկեղեցին, դա մարդկանց միաբանությունն է, որովհետև այս համարից անմիջապես հաջորդը Հիսուսը սենց է ասում, որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես նրանց մեջ այնտեղ եմ, սա է եկեղեցին։ Բայց դրանից առաջ խոսած միաբանության մասին, եկեղեցին դա մի օրգանիզմ է, մի մարմին է, մի քիչ ուշ կնայենք ավելի։ Դու ունես մի մարմին, չէ՞, բայց այդ մարմնի մեջ կան շատ անդամներ։ Երբ որ ասենք երիկամը ցավում է, դու չես ասում, կարևորը սիրտս չի, բանի տեղ չեմ դնում ես։ Ցավում է, թո ցավա, բանի տեղ չեմ դնի, այս սիրտս ամենակարևորն է։ Դու ուտես չես ասում։ Դու ցավում է, դա բռնած ման ես գալի, տառապում ես։ Ասում ես վախ երիկամ ես, կամ ոտի ճկուտը մի հատ մազոլ է լինում, ցավում է ու ամբողջ մարմինը տանջվում։ Այդ մի փոքրի համար։ Չես ասում, բանի պետք չի։ Չես դնում տապորով կդրում ու եթում։ Հենց դա է եկեղեցին, որ ամեն մեկս մեկի հոգսը, մյուսի հոգսը իմանում ենք։ Մենք մի օրգանիզմ ենք, մենք մի մարմին ենք։ Ու այդ համարն եմ ուզում կարդամ։ Առաջի Կորինթաց 12:12 եւ 13 համարները կկարդամ։ Տեսեք, ասում է, ինչպես մարմինը մեկ է եւ անդամներ շատ ունի, եւ մեկ մարմնի մեջ բոլոր անդամները շատ լինելով, մարմինը մեկ է, այնպես էլ Քրիստոսը։ Թեկուզ մարմինը մեկ է,
բայց եւ շատ անդամներ ունի իր մեջ, շատ օրգաններ ունի, մեկը մարմինը մեկ է։ Այնպես էլ Քրիստոսը, ինչի ասում Քրիստոսը, որտեղ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որովհետև մենք էլ ամենքս մեկ հոգով մկրտվեցանք մեկ մարմին լինելու։ Բոլորս մեկ հոգով մկրտվեցանք, որ հոգով մկրտվեցանք, Սուրբ Հոգիով մկրտվեցանք մեկ մարմին լինելու։ Այստեղ խոսքը գնում է այն մասին, որ եկեղեցին դա մեկ մարմին է։ Մենք չենք կարող որևիցե մեկին օտար համարենք ստեղ։ Մենք չենք կարող ասենք այս մարդու իր խնդիրն է, իմ գործը չի։ Ոնց որ դու չես կարող ասես, ոտիս այդ մի մատնա, բանի տեղ չեմ դնում, քո ամբողջ մարմինը ցավում է։ Ու մի քիչ ներքև որ գնում ենք, կարդում ենք 25 համարից, ասում է, որպեսզի մարմինի մեջ տարաձայնություն չլինի, այսինքն տարբեր կարծիքներ չլինի, այլ որ անդամներն իրար համար նույն հոգսը ունենան։ Եվ եթե մեկ անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են։ Այդ այն օրինակն է, որ նոր ասեցի։ Եթե մեկը խնդիր ունի, եթե մեկը խնդրեմ ունի, եթե մեկը հիվանդ է ֆիզիկապես կամ հոգևորապես հարձակումների մեջ է, ցավով անցնում, բոլոր անդամները պետք է ցավը վերաբրեն։ Եվ եթե մեկ անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։ Սա է ասում, որ բոլորս ասում են նորից կարդան, որ մարմնի մեջ տարաձայնություն չլինի, այլ որ անդամները իր համար նույն հոգը ունենան։ Միևնույն հոգը ունենան, բայց որն է խնդրեմը շատ անգամ, որ մենք չենք կարողանում իրար համար հոգ տանենք, չենք կարողանում մյուսները քո ցավը զգան, աղոթեն քո համար, որն է խնդրեմը, տես դրա միջև այդ խոսքը ասել է, որ ասում է իրար համար միևնույն հոգ ունեցեք, հոգ տարեք, դրանից ասում է, որ մարմնի մեջ տարաձայնություն չլինի, այս սա է խնդրեմը, սա է խանգարում մարդկանց միանալ մարմնին կատարյալ ձևով մարդիկ կան, որ եկեղեցի գալիս են, բայց դեռ չեն միացել մարմնին, կատարյալ չեն միացել։ Եթե մարդու մի ոտքը աշխարհի մեջ է, եթե բաց դռներ ունի սատանայի կողմից, ու համաձայնության մեջ չի եկեղեցու հետ, նրանց ցավը չեն զգա։ Ես չեմ, նայ ֆիզիկապես եթե վերցնենք, ես չեմ կողքս կարող է մեկը կանգնած լինի, իրա որևիցե մի օրգանը ցավա, ինքը չասի ու այտենց ես չիմանամ, չէ։ Ես զգում եմ այն ինչ որ իմ մարմնի մեջ է։ Պետք է իմ մարմնի մեջ լինի, միջև այդ մարդը չասի, ես չեմ իմանա։ Նայեք, եկեղեցին դա Քրիստոսի մարմինն ասում է, մեկ-մեկ ամեն մեկս իրար անդամ ենք, ասում է, ինչպես մարմինը մեկ է եւ անդամներ շատ ունի, եւ մեկ մարմնի մեջ շատ անդամներ լինելով, մարմինը մեկ է։ Միևնույնն է մեկ է։ Հիմի, որպեսի մարմնի անդամները, այսինքն անդամներ նկատի ունի մարդիկ, ամեն մեկս մենք Քրիստոսի մարմնի մի անդամ, կարող է ինչ-որ մեկը լյարդն է, ինչ-որ մեկը սիրտն է, ինչ-որ մեկը, ասենք, քիթն է, աչքն է, բերանն է, այստեղ որ կարդաք առաջի Կորինթաց 12 գլխի մեջ կտեսնեք, որ համեմատում է այդ տեսակ բաների հետ։ Ամեն մեկս Քրիստոսի մարմնի մի օրգանն ենք։ Ու մեկը չի ասում ամենակարևորը աչքն է։ Մեկը չի ասում, չէ, ամենակարևորը սիրտն է, ոտքերն են։ Այստեղ այս գլխի հենց ամբողջ գլխի իմաստը նա է, որ բոլորն են կարևոր։ Եվ եթե մեկը ցավ է վերաբրում, բոլորը այդ ցավը վերաբրում են, բայց որ դեպքում, եւ որ այդ մարդիկ միացած են եկեղեցուն, եւ որ մտած են եկեղեցու մեջ, եւ որ մտած են եկեղեցու կյանքի մեջ, մարդիկ կան, ես գիտեմ իրանցից, ես կարող այդ շփվում եմ, կարող եկավ եկեղեցի ու սկսեց անդադ զանգել ինձ հետ խոսալ։ Հովիվ ասեց, ինչ անեմ, այսպեսի խնդիր ամոտս, այս տեսակ պրոբլեմա, ինչ անեմ, ես իրան խորհուրդ տվեցի։ Հետո հովիվ կարաս ինձ սովորացնես, այս բաները, ասեցի, արի մեր տուն խոսանք սովորացնենք։ Եկավ, ահագին եկավ, սկսեց իրան խոսալ, սովորացնել։ Ես իմացա իր պրոբլեմները, իր ցավը հավասար իմ մեջ կար, եւ որ ինքը այդում էր ես իր համար աղոթք է անում։ Իր պրոբլեմը դառավ իմ պրոբլեմը, այս խոսքը կատարվեց։ Որտեւ ինքը իր սիրտը բացեց, միացավ եկեղեցուն։ Ես ոնց կիմանամ, եթե մեր մեջ կապը չլինի։ Մարդիկ ասում են, պետք է բոլորս մեկի համար հոգ տանենք։ Լավ, փակված դու ման արի։ Մի բացվի, նեղած կո տեղի, որ քեզ չնկատեցին։ Աստված է տենում, ես ոնց իմանամ։
Շատ ժամանակ իմ վրաս մեծ հարցակումներ, ցավեր կա, ես գնում եմ հոգևոր, ես էլ կարիք ունեմ, որ գա մեկը ինձ մխիթարի։ Կապա պետք իրար հետ։ Ուտես քանի Կարոն այդ մարկանցից մեկն է, չեմ ասում մենակարոն էլի են մարդիկ եղել։ Շփվեցինք, ես իրան օգնեցի, ինչքանով կարացի, եկավ, աղոթեցինք, Աստված մարգարեական խոսք տվեց, պրոֆետիկ խոսք տվեց, օգնեց իրան։ Ուտես այս խոսքը կատարվեց։ Մենք միաբան ու Աստված սկսեց գործել։ Այդ մարդիկ ուժեղանան, կբարձրանան։ Մարդը մի քանի ամիս է եկեղեցի գալի, բայց այնքան շատ է խոսած է հետը զանգել, շփվել, եկել գնացել, որ մարդիկ կան, ասենք 10 տարի եկեղեցի են հետում, սկի 10 տարվա մեջ այդքան չեն շփվել իրանց հովվի հետ, չեն եկել, չեն կիսվել։ Այս մարդը մի քանի ամսվա մեջ ավելի շատ է կիսվել։ Ես գիտեմ, երկար տարիներ եկեղեցում եմ եղել, սա կարևոր է։ Քո հրաշքը տեղ է, շատերի հրաշքը կամ բժշկությունը կամ չարի վրա իր հաղթանակը այդ դրա մեջ է թաքնված, միաբանության մեջ։ Հիսուս ասեց, եթե երկուսը միաբանվեն, ամեն ինչ կլինի, մենք միաբանվեցինք։ Եվ Աստված հաղթանակ է տալի։ Կարող այդ պատասխանը այդ պայն ինձանից չգա, բայց քան որ մենք միաբանվեցինք, ես աղոթեցի, Աստված կարող է ուրիշ ճանապարհով տալի պատասխանը, բայց Աստված օրհնում է միաբանությունը։ Աստված օրհնում է միաբանությունը։ Մենք պետք է միասիրտ լինենք։ Առաջի Կորինթաց 1:10 կարդամ։ Պողոս առաքյալը գրում ասում է, աղաչում եմ ձեզ եղբայրներ, նույնիսկ աղաչումը, աղաչելը գիտեք, չէ՞, որ ընկնում են մարդու առաջ, աղաչում եմ։ Տեսեք ինչքան կարևոր բան է։ Աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ ամենքդ միևնույն խոսքը ունենաք եւ բաժանություն չլինի ձեր մեջ, այլ միևնույն մտքի եւ միևնույն կարծիքի մեջ հաստատված լինեք։ Նույն խոսք ունենաք, նույն մտքի եւ նույն կարծիքի մեջ լինեք անգամ, ոչ թե մեկ ասի, ես ասենց, նայ, ինչ որ վերաբերվում մեր նախասիրություններին, մեր հոբիներին, մեր շորերի հագնվելու ճաշակին, ամեն մարդ կարա իր կարծիք ունենա։ Բայց ինչ որ վերաբերում է եկեղեցուն, եկեղեցու ուսմունքին, teaching-ին, մեր ճանապարհին, որ բոլորս հետում ենք ծառայենք հոգիների, կորած հոգիներին փրկելու, խոսքի տարբեր բաների հետ կապված պետք է նույն ձևով մտածենք։ Եթե կա տարաձայնություն հնարավոր է դու դրա պատճառով քո հրաշքը բացես թողում։ Այսօր ով է մեզ սովորացնում շատ անգամ YouTube-ում ինչ ասես կա։ Դրա համար խորհուրդ չեմ տալի, որ այդքան նայեք ամեն մի քարոզ նայեք, կան, այո, ճիշտ ծառայողներ կան, ճիշտ քարոզողներ կան, բայց եթե շատ ես ընկած YouTube-ներում նայում, դու չես կարա եկեղեցու միաբան կասես, այն մի YouTube-ի, այն մի քարոզիչը, այն մի պրոֆետը սենց էր ասում, բայց մեր հովվխի է սենց ասում։ Եկեղեցում ամենակարևոր բանը դա միաբանությունն է։ Ամենակարևոր բանը։ Աստված ինձ այդ խոսքը տվեց, որ մենք մեր ձգտումը, մեր աշխատանքը ջանքը լինի մյուս եկող այս տարվա համար, որ մենք կատարյալ դառնանք մեր միաբանության մեջ, կատարյալ այսքան perfect։ Դա հնարավոր չի, միգուցե մեկը մտածի։ Բայց Հիսուսը ինչի էր աղոթքանում, որ աշակերտների միաբանությունը perfect լինի, կատարյալ լինի։ Կարդանք։ Հովհաննես ավետարանի 17 գլուխ, սա վերջի աղոթքներից էր Հիսուսի, երբ որ աղոթք էր անում։ Գիտեք, վերջի աղոթքներ են, որ վերջի խոսքը ամենակարևոր խոսքն է, չէ՞։ Այն որ մարդը պետքա ծերացել արդեն պետքա մահանա, իր վերջի խոսքն է, չէ՞, ասում իր որդիներին, չէ՞։ Նա ասում ամենակարևոր բանը, որտեղ նա այլ շանս չի ունենալու ասել։ Եվ Հիսուսը այստեղ սա իր ամենավերջի աղոթքներից մեկն է, որ ինքը աղոթք անում Հովհաննես ավետարան 17-րդ գլխի, կարդանք 18 համարից։ Հայր, ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ Եվ ես նրանց համար իմ անձը սուրբ եմ դարձնում, որ նրանք էլ ճշմարտությունով սրբված լինեն։ Բայց ոչ միայն նրանց համար եմ աղաչում, Հիսուսը ասում է աղոթք անում իր աշակերտների համար եւ ասում է, բայց մենակ իրանց համար չեմ աղաչում, աղոթք անում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան ինձ, որ ամենքը մեկ լինեն։ Սա կարևոր էր որ կարդայի,
որպեսզի հասկանանք, այդ աղոթքը, որ Հիսուս անում է, որ աշակերտները մեկ լինեն, չէր վերաբերվում միայն իր 12 աշակերտներին, որ ասում է, նրանք էլ, որ կհավատան այս աշակերտների քարոզին, որ նրանք էլ մեկ լինեն, տես ասում է, որ նրանց խոսքով կհավատան ինձ, որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու Հայր ինձանում եւ ես քեզանում, որ նրանք էլ մեզանում մեկ լինեն, որ աշխարհը հավատա, թե դու ուղարկեցիր ինձ։ Տեսեք ինչ կա ստեղ, ինչ կարևոր գաղտնիք է ասում ստեղ։ Աղոթք եմ անում Հայր, որ նրանք մեկ լինեն, որ աշխարհը հավատա, որ դու ինձ ուղարկեցիր։ Երբ որ մենք շատ միաբան լինենք, հանկարծ աշխարհը կսկսի հավատալ, այն մարդիկ անգամ որ չեն հավատում, որ Հիսուս եկել է աշխարհ, կսկսեն հավատալ, որ իրոք Աստված իր որդին ուղարկել է այս աշխարհ փրկելու համար։ Ոնց, ի՞նչ է կատարվում, երբ որ մենք միաբան ենք լինում։ Մի հատ եմ նայ այս բահ ասում, որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու Հայր ինձանում եւ ես քեզանում, որ նրանք էլ մեզանում մեկ լինեն, որ աշխարհը հավատա, թե դու ուղարկեցիր ինձ։ Այսի խոսում է Հիսուս այն ժամանակների մասին, որ հələ ինքը արդեն երկրի վրա չի լինելու, որտեվ ասեց նրանք որ հետո կհավատան։ Ինչ է կատարվում, երբ որ միաբանում ենք, աշխարհը ինչի է հանգարց սկսում հավատալ, որ Աստված իր որդուն ուղարկել է աշխարհի փրկիչ լինելու։ Սկսում են հանգարց հավատալ, որ Աստված կա, նրանք որ չէին հավատում, որ Աստված կա։ Ինչ են սկսում, ինչ է կատարվում։ Որտեվ Հիսուս ասում է, երբ որ նրանք մեկ լինեն, աշխարհը կսկսի հավատալ, Հայր, որ դու ուղարկեցիր ինձ։ Մտածեք։ Որովհետև երբ որ մենք միաբան ենք, Սուրբ Հոգու զորությունը շատ ավելի ուժեղ է գալիս։ Սուրբ Հոգու հրաշքները շատ ավելի ուժեղ է գալիս։ Սուրբ Հոգու demonstration-ը, manifestation-ը շատ ավելի հզոր է գալի։ Եվ դու մարգարեանում ես։ Եվ Աստված օգտագործում է մեզ հրաշքներ անելու մեջ եւ աշխարհը տեսնում է դա։ Որտեւ ասում է թող նրանք մեկ լինեն, որ աշխարհը հավատան։ Կան ուրիշ խումբեր։ Jehovah Witnesses, մորմոններ, այլ աղաններ կան, սխալ ուղղություններ կան։ Ինչքան էլ իրենք միաբան լինեն, զորությունը չկա, որտեղ նրանք մերժում են Սուրբ Հոգու բանը, զորությունը, մերժում են Սուրբ Հոգու ներկայությունը, չեն ընդունում Սուրբ Հոգու ներկայությունը։ Դա չի օգնի աշխարհին դարձի գալու, բայց քրիստոնյաները, ովքեր որ Հիսուսով վերստին ծնված են, եւ միաբան են Սուրբ Հոգու զորությունը այնքան ուժեղ է գործելու, որ ով որ մտնի այս դռնից ստե, սենքը գգա կապ աշխարհի։ Դուք մտածում եք հենց այնպես բաներ եմ ասում, այդպես դեպքեր շատ է եղել։ Որ մի քարոզիչ մի հովիվ գրում է, որ այնքան եկեղեցին այնքան միաբանության, այնքան սենց ասած աղոթքի մեջ միաբանությամբ իրար հետ մեկ են եղել, որ դրսից մեկը մտել է եկեղեցում ներս ու ասում է այնքան ուժեղ է եղել ներկայությունը տեղում ծնկի եկել ու ապաշխարել է։ Ուրիշ դեպքում է Աստծո հոգին եկել է մարդկանց վրա սկսել են մարգարեություններ անել, պրոֆեսիա են արել ու այդ մարդը որ առաջի անգամ է եկել, այդ հանգարց այդ մարգարեություն անողը ամեն բան պատմել է այդ մարդու մասին։ Այդ մարդը ծնկի է եկել ու ապաշխարել ասել է իրոք Աստված ձեր մեջ է։ Այդ երբ է տեղի ունենում, երբ որ կա միաբանություն, երբ որ կա կատարյալ միաբանություն, ոչ թե միաբանություն, այլ կատարյալ։ Տեսեք, հիմա ես կարդալով գնացի, առաջի տեղը ասեց Հիսուսը, որ մեկ լինեն, երկրորդ տեղը ասում է, որ նրանք մեկ լինեն, հիմա շարունակում եմ։ Ես այն փառքը, որ տվիր ինձ, տվեցի նրանց, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք։ Նայեք, երրորդ անգամ մեկ լինելու մասին ասում։ Շարունակությունն եմ կարդում։ Եվ ես նրանցում եւ դու ինձանում, որ նրանք կատարյալ լինեն միաբանության մեջ։ Վերջինը այս բառերն է ասում Հիսուսը։ Հայր, որ նրանք կատարյալ լինեն միաբանության մեջ, այսինքն perfect լինեն։ Սկզբից խոսած աղոթեց հորը աղոթքեր ան, որ նրանք միաբան լինեն, դե միանգամից perfect չի լինում։ Սկզբից միաբանությունն է գալիս, բայց շատ կարևոր է որ գնանք perfect միաբանության։ Կատարյալ միաբանության, սա նրա աղոթքն էր։ Սա նրա աղոթքն էր։ Եկեղեցու համար հրաշքները այդ ժամանակ են սկսում։ Սուրբ Հոգու զորությունը այդ ժամանակ է սկսում դրսևորվել ու նույն երբ որ Հիսուսը աղոթեց ու հետո եկավ ժամանակը գնաց հոր մոտ, գործ առաքելոցում մենք տեսնում ենք ինչ է կատարվում ակտում։ Գործ առաքելոց երկրորդ գլխի 43 համար ասում է ամեն անձի վրա վախ կար, Աստծո վախը, շատ հրաշքներ եւ նշաններ էին գործվում առաքյալների ձեռով։
շատ հրաշքներ էին գործվում։ Ինչի, հիմա ասում է ինչի։ Եվ բոլոր հավատացյալները իրար հետ մեկտեղ էին, ֆիզիկապես այսքան, եւ ամեն բան հասարակած ունեին, աբրանքները եւ բոլոր բաները վաճառում էին եւ բաշխում էին ամենին, ովքեր որ կարիքի մեջ էին, եւ 46 խոսքը ամեն օր միաբանությամբ տաճարումն էին լինում եւ հաց էին կտրում տներումը եւ ուրախությունով եւ սրտի միամտությունով կերակուր էին ուտում, տես ասում է, այս է միաբանությունը, ոչ թե միայն ֆիզիկապես մեկ էին, այլ իրար կարիքներն էին լրացնում, ամեն օր միաբանությամբ տաճարում էին եւ տներում սրտի միամտությունով հաց էին ուտում։ Պատկերացրեք, դա դժվար ժամանակներ էր։ Եվ մեկը կարող մտածեր, եթե իմ տունը հյուր գա, ես չեմ կարող այս ամիսը տենց ոնց որ հասցնեմ, սոված կմնամ, եթե հյուրասիրեմ բան, բայց իրանք այդ բաներին սկի չէին նայում, ասում է դրա համար գրած, որտեղ դժվար ժամանակներ էր։ Ամեն օր տաճարում էին միաբանությամբ եւ տներում սրտի միամտությունով հաց էին կիսում, գրածը սրտի միամտությունով, այսինքն պարզությունով, դա հենց այնպես չի գրած, որտեղ դժվար ժամանակները իրանց վերջինը կարող է հանեին տային։ Սրանով արտատում եւ նույնը 4-րդ գլխի նույն բանը գրածը 4 գլխի 32 համարում եւ հավատացյալների բազմությունը եւ սիրտը եւ հոգին մեկ էր։ Չի գրած մենակ ֆիզիկապես էին միտեղ։ Հավատացյալների բազմության սիրտը եւ հոգին մեկ էր։ Այսինքն մտածմունքը մեկ էր։ Եվ մի քիչ ներքև որ կարդում ենք, տես ինչ ասում, եւ առաքյալները մեծ զորությունով վկայություն են տալի Տեր Հիսուսի հարության համար եւ մեծ շնորհ կա նրանց ամենի վրա։ Մեծ զորությունով էին վկայություն տալի։ Մեծ զորությունով վկայությունը գիտեք որն է, հրաշքներ նշաններ էր կատարվում։ Հրաշքներ եք ուզում։ Ուզում եք տեսնեք Աստծո փառքը, ձգտեք միաբանության։ Մի ինգի տարաձայնությունների մեջ։ Մի թող որ YouTube-ը քեզ հոգևորապես կրթի, քեզ սովորացնի։ Ոնց է հնարավոր որ բոլորս մեկ լինենք։ Ոնց է հնարավոր այն տեղը կատարենք, որ ասում ամեն մեկը մի խոսք ունեցեք, մի ձևով մտածեք։ Երբ որ հետևում ենք եկեղեցու կարգին, երբ որ ընդունում ենք այն առաջնորդին, որ Աստծո կողմից է դրված, եւ բոլորս հետևում ենք այդ ուսմունքին։ Արեք 5-10 տարբեր ուսմունքներ տանք, թիչինգներ տանք ու կտնանք 10 տարբեր մտածելակերպ առաջանում մարդկանց մեջ։ Դա միայն հնարավոր է այն դեպքում, երբ որ բոլորը հետևում են մեկի ուսմունքին, մեկի սովորացրած ուղղությանը։ Իհարկե, ստուգում ենք Աստվածաշնչով, ես չեմ ասում մարդկանց կուրորեն հետևեք, ինչ որ ասում եմ, ստուգում ենք Աստծո խոսքով։ Բայց եթե մանր ստիս բաների պատճառով չգիտեմ, կասկածում եմ, կարող է ինչ չի սիրում հովիվը, ունգն մեզ սատանայի ինչ-որ ատակեքի տակ, միաբանությունից դուրս եկար։ Իսկ միաբանությունը ինչ անում, երբ որ դու գալիս ես, ասում ես, ինձ սենց միտք է եկել, ես ուզում եմ իմ մտքերը քեզ արտահայտեմ, սենց բան կա, թե չկա, պարզում եք փոխհարաբերությունները, ու դա տանում է էլ ավելի խորացման, միաբանությունը տանում է էլ ավելի խորացման։ Մարդիկ անդադ ատակեքի մեջ, սենց խափնված, չարի կողմից ման են գալիս։ Պետք է զգուշ լինենք, չլինենք խափնված սատանայի կողմից։ Սատանան ամեն ինչ անում է, որ մենք միաբան չլինենք։ Կարող է դու տեսնես ինչ-որ մեկը իրան սենց մի տեսակ ապահում, մի անգամից մի ասը, հաստատ ինձ չի սիրում, հաստատ իմ դեմա, հաստատ ինձ մերժում է։ Ասենք, երբ որ մարդիկ այտենց են մտածում, հնարավոր է իրանք դժվար մանկություն են ունեցել։ Հնարավոր իր ծնողները կամ, չգիտեմ, ինչ-որ տեղեր մարդիկ վատ են վերաբերվել, դրա համար իրանց մտքով մի անգամից դա է անցնում։ Շատ կարևոր է, որ գանք իրար հետ խոսանք եւ փոխհարաբերությունները պարզենք։ Ես ասում դու հրաշք ես ուզում, ես մտածում եմ, որ ամեն մեկը հրաշքի կարիք ունի։ Ամեն մեկը իր կյանքում հրաշքի կարիք ունի։ Այդ հրաշքը ելի եմ ասում, կարա լինի անբուժելի հիվանդությունից բժշկվելու համար, ֆինանսական հրաշքի կարիք ունի, բիզնեսի մեջ հրաշք, բնավորության գծերի մեջ, ես ասում եմ, բոլորը թաքնված է այդտեղ։ Միաբանությունն է պետք։ Հիսուսը աղոթեց, ասեց, հայր, որ նրանց միությունը կատարյալ լինի, պերֆեկտ լինի։
Սատանեն բամբասող է, սատանեն չարախոսող է, գրված է, որ օր ու գիշեր նա չարախոսում է եւ բամբասում է եղբայրներից։ Քույրերից է, ուղղակի այն ժամանակ, որ արևելքում ավելի շատ նախասիրությունը տալիս էին տղամարդկանց, տղամարդ ավելի շատ էր գնահատվում, քան կինը։ Եղբայր, բայց տարբերություն չկա անգամ այնտեղ, որտեղ գրած է եղբայրները, քույրերին էլ է վերաբերվում։ Նա օր ու գիշեր սատանան չարախոսում է։ Օր ու գիշեր ամեն ինչ անում է, որ բաժանություն բերի։ Պետքա տեղ չտանք։ Եթե մենք տեղ տվեցինք դրան, մեր հրաշքը բաց կթողենք, մեր օրհնությունները բաց կթողենք։ Աստված քեզ այնպես մի հատ ուժ ա տվել, մեզ քրիստոնյաներին այնպես մի հատ զորություն ա տվել, որ դու մենակով մի հազարատ հանգիստ դև կհաղթես, հələ ավելի շատ էլ, չար հոգի։ Ես հենց այնպես բաներ չեմ ասում, դա գրված է Աստծո խոսքի մեջ, Հեսու 23:10։ Եվ որ Աստված Հեսուին եւ իր ժողովրդին տանում է Քանանի երկիր, որպեսզի նրանց ժառանգեցնել տա, տես ինչ է ասում Աստված։ Ձեզանից մեկ մարդը 1000-ին կհալածի։ Հələ պատկերացրու։ Ձեզանից մեկ մարդը 1000-ին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածը ինքն է ձեզ համար պատերազմողը, ինչպես որ ձեզ ասել է։ Ես սաղ կյանքս պարապել եմ, բոքս եմ պարապել, կարատե եմ պարապել, լավ, 5, 6, 7 հոգու կարող է հաղթահարեմ, բայց 1000 հոգու։ Ուստի Աստված ասում է իր ժողովրդին, ասում է ձեզանից մեկը 1000-ին է հալածելու ու ստից չի ասում Աստված։ Կատակ չի անում։ Հետո որ դու կարդում ես Դավիթի ու նրա հերոսների պատմությունը, վաու, այդ ինչ հերոսներ էին։ Ամեն մեկը նրանցից բանակներ էր փախցնում։ Տեսել եք այն չինական կինոներ էին, որ դրանցը հեքիաթներ են, որ գնում են մարդիկ թափվում են։ Այդ իրանց համար հեքիաթ է, բայց Աստծո ժողովրդի համար դա իսկական է եղել։ Ասում եմ Դավիթի զորավորներից մեկը մի քանի օր կռվել է առանց դադարի, մի քանի օր։ Վերջում թուրը ձեռին է փակված մնացել, կպած։ Հետո զորով պոկել են։ Թուրը ձեռին է փակված, ուրեմն այնքան է կռվել, այդ են զորավորներ են եղել։ Վերքը առաջացել, արունակ է։ Հետո շարունակել է կռվել, հետո այդ վերքը լավացել է այդ ընթացքում։ Մի 3 օր հետո չորացել է վերքը, հետո ուզեցել է ձեռը բացի չի կարացել։ Ասում է թուրը ձեռքին է փակված մնացել, այդ այնց հզորներ են եղել։ Այն ժամանակ դա ֆիզիկապես էր։ Հիմա նույն հոգևոր զորավորները ստեղ են։ Դու գիտեք, որ Աստված ասում է ձեզանից մեկը 1000-ին է փախցնելու։ Ձեզանից մեկ մարդ 1000-ին կհալածե, որովհետև ձեր Տեր Աստվածը ինքն է ձեր համար պատերազմողը, ինքն է քեզ այդ ուժ տվողը, հիշում եք, որ անցանք, ինքն է մեզ զորություն տալի։ Մի հատ էլ համար կարդամ, որպեսզի ամբողջական լինի, դրա հետ կապված նույնպես։ Սա երկրորդ օրինաց 32-ի 28-ից 30-ը։ Հիմա ես էսի բացատրեմ, որ դու պատկերացնեք, էլի։ Այս մարդիկ իր ժողովրդին հեռացել են Աստծուց։ Սխալ բաներ էին արել ու սենց ա գրում, որտեղ նրանք մի խորթակույս ազգ են եւ իմաստություն չկա նրանց մեջ։ Երանի թե իմաստուն լինեին, այս բանը հասկանային եւ իրանց վերջի մասին մտածեին։ Իմաստությամբ չեն վարվել։ Եվ տես ինչ ասում, եւ ձեզանից ինչպես մեկ մարդը կհալածեր 1000-ին եւ երկու մարդը կփախցներ 10000-ին։ Տես երկրորդ ապացույցը կարդացի, դա հենց այնպես չի գրված։ Մի մարդը 1000-ին է փախցրել։ Ու հիշեցնում ասում է դուք քանի այդ լավ հոգևոր վիճակի մեջ եք, քանի Աստծո ճանապարհներով եք դուք գնում, ձեզանից մեկը հալածում էր 1000-ին, երկուսը 10000-ին։ Պետք է երկուսը вообще դառնա 2000, չէ 2 հոգի։ Եթե մեկը 1000-ին հաղթում են, մեկն է միանում է, պետքա դառնան արդեն 2000, չէ։ Մեկին գումարած 1 2։ Բայց դե ասում է 10-ը պատկվում է ուժը, երբ որ մենք միաբանում ենք, ստեղ էս ասում։ Ստեղ սա է ասում, երբ որ մենք միաբանում ենք մեր ուժը, ոչ թե կրկնա պատկվում է, 10-նա պատկվում է։ Աստծո զորությունը շատ ավելի ուժեղ է գործում։ Դու գիտեք ինչ մեծ հաղթանակներ կան միաբանության մեջ։ Այն մարդիկ, որ իմ հետ
մի տեսիլքի մեջ են, միաբան են, ես իրանց կյանքում հաղթանակներ եմ միշտ տեսնում։ Սատանայի ուզածն է կտրի ժողովրդին իրանց հովվից։ Կտրի կապը։ Այն մարդիկ, որ ասում են իմ հովիվը Հիսուսն է, Հիսուսը բոլորիս հովիվն է։ Հիսուսը հովապետն է, անգամ գրած է հովապետ, եթե կա հովապետ, կան հովիվներ։ Բայց Հիսուսը չի ասել եկեղեցու մարդիկ թող իմ մեջ, ասել է դուք ձեր մեջ միաբան եղեք։ Հիսուս ասել եթե ձեզանից գտնվեն որ իրար հետ միաբանվեն, չի ասում դուք իմ հետ միաբանվեք։ Եթե մենք իրար հետ միաբան ենք, դա նույնն է որ մենք իրար հետ ենք միաբան։ Եթե մենք իրար հետ միաբան չենք, իրար արհամարում ենք, իգնոր ենք անում, ասում ենք ես Տիրոջն եմ, վсё դու կտրվար, դևը խփելու է, գցելու է քեզի։ Անհնազանդ մարդիկ, հպարտ մարդիկ, չէ՞ Pride-ին ասում հպարտին։ Իրանք չեն սիրում խոնարհեն, չեն սիրում միաբանվեն։ Աշխարհում ինչ եղել է, իրանցն են փորձել առաջ տանեն։ Հակառակության հոգի կա, դա աշխարհի հոգին է։ Հակառակության հոգի, նախանձի հոգի, հպարտության հոգի, չեն սիրում խոնարհեն, obedience չունեն։ Այդտեղ է խնդրեմը, որ այդ ինչն է խանգարում միաբանության, այդպես խոսում ենք միաբանության մասին, չէ՞։ Ինչն է խանգարում միաբանությանը, չի կարողանում իրան խոնես ու պարտվում է։ Դրանք են խանգարում մեզ գալու միաբանության։ Դրա համար մենք հռչակում ենք այս եկող տարին, որ մենք ունենալու ենք, մեր առաջ կան դրված նպատակ, որ մեր միաբանությունը պետք է կատարյալ լինի։ Պետք է կատարյալ լինի։ Էլ չեմ խոսում, որ բամբասանք, հետևից խոսալ այդպես բաներ ընդհանրապես պետք է չլինի։ Որտեղ կա բամբասանք, այնտեղ սատանան ներկա է։ Ես սխալ եմ արել, օքեյ, ընդունում եմ իմ սխալը, արի ինձ ասա։ Կընդունեմ իմ սխալը, բայց երբեք մի գնա ասա։ Քեզ միտք է եկել սատանան, քեզ միտք է բերել քույրեն, եղբայրը ինչի ասենց, մի գնա կողքիններին պատմի։ Գնա այդ եղբորը խոս ասա, ինչ ա եղել, կարա մի բան օգնեմ, կամ ինձ միտք է գալի, որ դու ինձ չես սիրում, կամ չգիտեմ ինչ-որ բան։ Գնա խոսա։ Սատանան լույսից վախենում է, դա լույս է։ Եվ որ դու ամեն բան լույսի մեջ ես բերում, պարզ խոսակցության մեջ ես բերում, բայց սատանան չկա։ Լիքը ընտանիքներ, լավ ընտանիքներ դրա պատճառով քանդվել են։ Լիքը ամուսիններ, ծնողները երեխեքի հետ, ուր մնաց եկեղեցիներ, մեծ եկեղեցիներ են բաժանվել։ Մեծ եկեղեցիներ են կիսվել այս խնդրի պատճառով, դրա համար Տերը ինձ խոսքը տվեց, որ մենք պետք է ձգտենք կատարյալ միաբանության եւ հրաշքներն եք սկսվի, մարգարեություններն եք կգան, բժշկություններն եք կգան, կզորանանք, մեզանից մեկը, եթե հալածում է 1000-ին հոգեոր աշխարհում, սպիրիչուալ աշխարհում, դե պատկերացու մեզանից մի 50-ը քանիսին կհալածի։ Կոդեմ ոչ մի զենք չի կարա աշխատի։ Ոչ մի զենք չի, տես երգ ենք երգում, նրանով հզոր ենք, նրանով ուժեղ ենք, ոչ մի զենք իմ դեմ չի հաջողվի, այդ երգը մի հատ կերգենք վերջում, ավելի ուշադիր, բայց երբ որ դու միաբան ես եկեղեցու հետ, անկախ մի պահի քեզ, մենք անկախ չենք, ոնց որ այս ոտս ասի ես տեղ եմ հիմա այդում, կամ ականջաս ասի կներես հոգնեցի, մայրամա ասի ականջաս հոգնեց ուզում գնամ մի քիչ ընդ հանգստանա, ելնում գնում Հնարավոր չի, չէ՞։ Հնարավոր չի։ Նույնն ասում եմ մենք մեկ մարմին ենք, հնարավոր չի մենք իրարից առանձնանանք։ Բայց ցավոք սրտի մարդը իր կամքով իրան առանձնացած ապահում չես կարող օգնես։ Ուզում ես օգնես, չես կամ զգում ես խնդրի մեջ, ուզում ես փագա։ Եկեք հպարտությունը դնենք օգներին, ինքը ինձ պետք է ասի, եթե մենք հələ հպարտենք, հələ Հիսուսին գարքին չենք հանդիպել, հələ մի ոտներս աշխարհի մեջ է։ Մենք չենք կարող այդ հաղթանակները ունենանք։ Մեր հրաշքը դրա մեջ է թաքնված, մեր միաբանության մեջ է։ Էլի կան մարդիկ հայկն էլ փարկասու, էլի կան մարդիկ զանգում են, խոսում են, կամ ստեղ են հանդիպում խոսում։ Քեզի շատ հեռու կտրված մի պահի, հայտնվի ու անհայտացի, հայտնվի ու անհայտացի։ Մեկ այլի սիրում ենք, ընդունում ենք ոնց կա, խնդիր չկա, բայց եթե ուզում ես հաղթանակի մեջ մտնես, սկսի շփվել եկեղեցու անդամների հետ, շփվեք, կիսվեք, ձեր կարիքները բացեք։ Դու կտենաք, որ հարցերը կլուծվի։ Ես հիշում եմ մի տարի առաջ էր Երևի Տաթևիկը, որ այնտեղ Պանորամա Սիթիում մի հատ հարց կար, եկավ, որ խոսած ասեց աղոթենք, հիշում ես Ժանը հետ խոսացել էր այդ թեմայով, Ժանան ասել էր հովվի հետ խոսա, Տաթևիկը եկավ ասեց, մի հատ խնդիր կար իր կյանքում,
ծառայությունից հետո խոսացի իր հետ, աղոթեցինք, հետո 2 շաբաթ հետո ես իրեն հարցրեցի, ասեց չկա այդ խնդիրը, անհետացել է, վերացել է։ Որտեղ տես Աստված օրհնեց միաբանության միջոցով։ Բայց էդ էլ եմ ուզում ասեմ, եթե մենք կապը չպահենք, եթե առանձնացած կարան 5 խնդիրներ նորից էլի վերադառնան, Աստված օրհնում է միաբանությունը։ Եվ որպեսզի միաբան լինենք, մենք իրար հանդեպ պետք է մաքուր մտքեր ունենանք, տես ասում եմ, միևնույնը մտածեք, միաշունչ եղեք, միևնույն սեր ունեցեք, ոչ ման մի արեք գրգռումով եւ վիճաբանությունով։ Եվ Աստծո խոսքը ասում է, իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք։ Հետաքրքիր է, ես մի հատ օրինակ բերեմ, փոքր ժամանակ Էստերից աչքերը բաներ բորբոքվել էր աչքը։ Ես աղոթեցի, չբժշկվեց։ Հիմա մեկ կասի երևի Աստված չէր կամ Աստված կամենում է որ բժշկվի։ Բայց հետո որ եկեղեցի էին գնացել, Հովը ասեց իրար համար աղոթք արեք, ով ինչի կարիք որ ունի։ Եվ 2 կին կար, Էստերը փոքր էր, չգիտեմ ինչքանով էր հիշում, թե չէ։ Այս կինը եկավ դրեց, 2 կին կար, ձեռքերը դրեցին ու ես ասեցի որ նա խնդիրը, ասեցի աշկա բորբոքվում է, չգիտեմ ինչից էր։ Աղոթք արեցին, մի քանի օրից հետո լավացավ լրիվ։ Մի քանի օրից հետո լրիվ լավացավ, ամիսներով չէր ասում, անտա դեղ են գցում։ Այն որ սենց ճպուռը առաջանում, բորբոքվում էր անընդհատ ամիսներով երկար վաղ։ Աղոթեցին անմիջապես վերացավ։ Ինչից այդ պրոբլեմը լուծվեց։ Միաբանությունից։ Ես չասեցի մենակ ես աղոթեցի չեղավ, լավ, всё, վերջ։ Գնացի ուրիշին դիմեցի, դա ասում է իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք։ Կարող է ես ինչ որ մի հատ բան ունենամ, աղոթեմ ինքս չբժշկվեմ, բայց դու աղոթես իմ համար, ես բժշկվեմ, ես քո համար աղոթեմ, դու բժշկվես։ Իրար համար պետք է աղոթք անենք, իրար համար պետք է խնամք տանենք, հոգ տանենք։ Հավատակ երբեմն դիմացինի հավատքը ավելի ուժեղ է գործում քո վրա, քան թե քո երբեմն մարդ որ ինքը այդ ցավը զգում է, կասկածները ավելի են իրան խանգարում, քան դիմացինը, որ աղոթք անում քո համար։ Իր համար պետք է աղոթք անենք, հոգ տանենք։ Սա ընդամենը մեկ օրինակ էր, կամ մեկը դիվական հարցակումներ ունի, չի կարողանում հաղթարի կամ դժվար ճանապարհով անցնում։ Շատ կարևոր է որ գտնի 2 կամ 3 հոգի եկեղեցում խոսի, կիսվի կամ հովվի հետ կամ ավակներից որևիցե մեկի հետ, կիսվի եւ աղոթք անեն եւ Աստված հաղթանակ կտա։ Տես, էսի իզուր չկարդացին, որ մեկը 1000 էր քշում, 2-ը 10000։ Ասենք կարող է դու այն 1000-ին հաղթում ես, բայց քո վրա եկողը օրինակի համար 5000 են։ Ասենք թե դիվական աշխարհը դու գիտես շատ մեծ է։ Դիմոնիկ աշխարհը շատ մեծ է։ Դու այն 1000-ին հաղթում ես, բայց դու սա գալի 5000 են քո վրա ատակ անում։ Ուրեմն երկրորդ մարդն է պետք է այդ միաբան որ ոչ թե 5000-ին մի 10000-ը քշի այն կողմ։ Հասկանում եք, շատ կարևոր է միաբանության մեջ է մեր հաղթանակը, մենք կունենանք ճեղքումներ։ Պետք է սովորենք շփվել, պետք է սովորենք հաղորդակցել, պետք է սովորենք հարգել, պետք է սովորենք լսել, պետք է սովորենք սիրել, պետք է սովորենք հոգ տանել։ Մոռացեք այս աշխարհի ձևերը, այս աշխարհի discrimination-ները, ֆեմինիզմը, զզվում եմ ուղղակի։ Դա սատանայից է, դա չարից է, մոռացեք այս աշխարհի ձևերը։ Այստեղ լրիվ ուրիշ թագավորություն, այստեղ պետք է սերը լինի։ Այնքան նվաստացած են եղել աշխարհում կանայք ու ֆեմինիզմի շարժումը դուս եկել, որ արդեն բան են անում։ Իրանց գոռոզ են պահում, տղամարդկանց սկսում են առհամարել։ Ով է դա անում սատանան։ Այս աշխարհում է, որ բերի բաժանություն, ապստամբություն, հակառակություն։ Եկեղեցում փառք Աստծո այդ բանը չկա ու մենք պետք է թույլ չտանք եկեղեցում այդ բանը։ Որևիցե մեկը պետք է միտք չտա։ Պետք է լինի փոխադարձ հարգանք, սեր, միաբանություն, ամեն։